Սուրճից է սկսում։ Չես թեյի բաժակ բան շատ խառնալինում։ Գոնե հավասար բան դրեք։ Ես ինչ է այս սարքերը։ Սկսենք։ Ես կարծում եմ, որ նախ պետք է մենք ասենք, թե ինչի մասին է այս ոդքասթը, ինչի ենք անում, ինչ նպատակ է հետապնդում, բացատրություն մի հատ տանք, հաշվետվություն տանք ժողովրդին, հետո անցնենք մեր թեմաների քննարկման, ինչ ենք անում, տիկին Գրիգորյան։ Նախ հասկանանք նախընտրական է սա, նախընտրական չի, որոշել ենք հատուկ ենք անում։ Մենք ես ու տիկին Խամորնը հասկացանք, պարոն նախագահ, դուք ինչի եք համաձայնվել այս ոդքասթն անելուն։ Իսկ ես ընտրություն ունեի։ Չեն հավատա, պարոն նախագահ, չեն հավատա, որ ամենից ակտիվ պատգամավորները չեն հավատա, հակառակը ես ասում եմ, ասել են, որ զենքը դրել եք մեր գլխին, համոզել եք, որ այս հաղորդումը պետք է անենք։ այդ ճակատից գրած է էլի որ ամեն ինչ պետք է թելադրեմ, պետք է ասեմ։ Կարծում եմ մեր միասին աշխատում ենք բավական երկար եւ տեսնում եք, որ այդքան էլ այդպես չի, մեղմ ասած։ Մեղմ ասած այդպես չի։ Պարոն նախագահ, ես կարծում եմ, որ մենք բազմաթիվ թեմաների անդրադարձ կանենք, նաև մեր գործունեության մասով, նախկինի, ներկայի, ապագայի, բայց առաջարկում եմ սկսենք այսօր ամենաարդիական մարդկանց հետաքրքրող թեմայից։ Կարծում եմ, որ այսօր Իրանում տեղի ունեցող իրադարձություններն են եւ մարդկանց մեջ նկատելի է այդ անհանգստությունը իմ կարծիքով եւ մարդիկ բնազդաբար զգում են այն վտանգները, որ կարա կախվի մեր երկրի գլխին։ Տիկին Գրիգորյան, ինչ եք տարածաշրջանը եռում է եւ ինչքան էլ այս իշխանությունները գոռում են, որ խաղաղությունը եկել է, ամբողջ աշխարհը եռում է, բայց տեսեք մենք ինչքան խաղաղ ենք, որ կարող ենք պիրաշկի կուկուռուզ ուտել, բայց ակնհայտ է, որ մարդն իր ողնաշարով զգում է, որ այդ վտանգներից կարող է ինքը անմասն չլինել։ Եվ վերջո եկեք իրար հետ քննարկենք, հասկանանք ինչ զարգացումներ են հնարավոր, Հայաստանի Հանրապետությունը ինչ դիրքորոշումներ պետք է ունենա այս տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Նայեք, երեմի 10 օր առաջ էմիրություններում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի այս երկրագնդի վրա ամենից անվտանգ երկրում։ Նման զգացողություն երևի ունեցել է նաև Կատարում, Քուվեյթում, բայց ամեն ինչ փոխվեց։ Եվ իդեպ փոխվեց այն կոնտեքստում, որի մասին բազմաթիվ անգամ ասում էինք, որ աշխարհը խառնվել է եւ այնինչ կատարվում է աշխարհակական կենտրոնների միջև եւ ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է հողի անկանխատեսելի հետևանքներ։ Հայ սա դրսևորումներից մեկն է։ Եվ եթե փորձենք գնահատենք, թե ինչ կարող է լինել, ես կարծում եմ պետք է նայել անկյանտանք իսկ ինչ նպատակ է հետապնդում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Նպատակը ակնհայտ է, չէ՞, հայտարարում են ոչ միայն ռեժիմի փոփոխություն։ Նույնիսկ եթե ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնականում խոսքը։ Ոչ թե մեկ այատոլլա փոխարինի մեկ մյուս այատոլլայով։ Կոչ են անում ուղղակի էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի կարող է դա բերել։ 17-ից 20 միլիոն ադրբեջանցիներ եւ այլ ազգություններ եւ մեր հարևան եւ մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ուղղակի սպառնալիք եւ գոյաբանական սպառնալիք է։ Ոչ թե մի թեթև անկայունության կամ ինչ-որ սահմանում կարող է ինչ-որ խմորումներ լինեն եւ այլ։ Լրջագույն խնդրեմ է եւ եթե հիշում եք, երբ վերջի անգամ խոսացինք այդ տրիպի մասին, ես այն ժամանակ ասում եմ, ես չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահերը այստեղ։ Եվ հիմնական, այսպես հետաքրքրությունը դա Իրանի սահմանն է։ Այ փորձեք պրոյեկտել այդ ամեն ինչը Պարսից ծոցի այն հարավային ափը, քանի ռազմաբազա, որոնք պարզվեց, որ ուղղված էին հենց Իրանի դեմ։ Քուվեյթ, Էմիրություններ, Բախրեյն, Կատար։
Եվ այդ ամենը ինչ որ մի պահ սկսեց աշխատել։ Վտանգը չափազանց մեծ է։ Վտանգը պարոն նախագահ, այսինքն որ Հայաստանը կարա ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, թե որ Իրանից դեպի Հայաստան իրանցիների, իսկ ավելի կոնկրետ ադրբեջանցիների մուտքը կարող է կառավարելի լինի, ինչ առումով վտանգ նկատի ունենք։ Եվ ու առհասարակ նշանակում է այս, որ թռիփը կարա եւ օրինակ չլինի։ Չգիտեմ, արդյոք Դուք պատկերացրեք։ Դուք օրինակ ասում եք, որ թռիփը փաստորեն նրա համար էր, որ հետագա ինչ որ գործողություններ ըստ էության ծավալվեն։ Հիմա ստացվում է շաբաթը ուրբաթից շուտ է եկել։ Այս դեպքում մեծաշով Ամերիկային թռիփն էլ պետք չի գալու, թե հետագա արդեն վերադասավորված Իրանի համար կարա պետք գա։ Հիմա նայեք պատկերացրեք այս վիճակը, եւ եթե տրիպը լիներ մի 5 տարի առաջ, օրինակ նման հարաբերակցությամբ։ Ես չեմ կասկածում, որ տրիպի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավական լուրջ նաեւ հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Եվ ինչ արեց Իրանը։ Օրինակ բազաների նկատմամբ եւ ոչ միայն ռազմական բազաների, այլ նույնիսկ այլ կարգի կիսառազմական կառույցների նկատմամբ ինչ արեց Իրանը։ Եվ տպավորությունը այնպեսին է, որ հիմնական նպատակը նաև այս գործողությունները եղել է փչացնել հարաբերությունները Իրանի հարևան արաբական երկրների հետ։ Եվ այդպես էլ եղավ փաստորեն, Եվ դա եղավ։ որ այն երկրները գոնե որոնց հետ քիչ թե շատ հարաբերություններ ուներ, դրանց հետ էլ էլի Հիմա պատկերացրու Իրանի հետ մեր հարաբերությունները այդ հողի վրա վատարանա նույնիսկ միջև թշնամանալու աստիճանի։ Սա տարբերակ 1, տարբերակ 2, վերջապես եթե Իրանը իսկապես էթնիկական հողի վրա սկսի խնդիրներ ունենալ, իսկ դա կոնֆլիկտներ, քաղաքացիական պատերազմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ինչ է նշանակում դա Հայաստանի համար։ Գոյաբանական խնդիր է։ Եվ այս վիճակում Հայաստանը պետք է ուղղակի լրջագույն քայլերի դիմի առաջինը խուսափելու համար։ Մեր թեզը մշտապես որն էր։ Մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Մի հայտնվեք։ Լավ տեղ չի դա հեչ։ Եվ երրորդը տնտեսական։ Նայեք, հիմա մենք բավական մեծ ծավալի առևտուր ունենք, օրինակ Միացյալ Էմիրությունների հետ։ Եվ խոսքը գնում է ուղղակի նրա մասին, որ Էմիրությունները հաբ են եւ մի զգալի sense ծավալի ապրանքատեսակներ գալիս են Էմիրություններից եւ գալիս են մեծ այդ ֆուրերով Իրանի տարածքով։ Ինչ է լինելու այդ ծավալների հետ։ Նաև մեր զենքն է, չէ՞, օրինակ Հնդկաստանից զենք Հայաստան ներկրվում է, այդ թվում նաև Իրանի տարածքով։ Այստեղ, այսինքն ոչ միայն տնտեսական համագործակցության առումով կա խնդիր, այլ նաև ռազմական ներկրումների առումով Իրանի տարածքով որոշակի խնդիրներ կան առաջանալ։ Իհարկե, ոչ ոք չգիտի թե ինչքան երկար կտևի հենց պատերազմը, այս թեժ պատերազմը, եւ ոչ ոք չգիտի թե այս պատերազմից հետո քանի տարի է պետք լինելու այդ հարաբերությունները վերակառուցելու համար Իրան Էմիրություններ, Իրան, Կատար եւ այլ արաբական երկրների։ Սաուդյան Արաբիա։ Ամենամեծ խնդիրն է թե Իրանը ինչպես է պահպանվելու իր տարածքային ամբողջականությունը պահպանելու այս կոնֆլիկտի արդյունքում թե չէ, ինչ ռեժիմ է այնտեղ հաստատվելու, որովհետեւ մենք մեծ հաշվով մերձավոր արևելքում ինչ ենք տեսել Իրաքի դեպքում, Սիրիայի դեպքում, հետո նաեւ Լիբիայի դեպքում, որ ռեժիմի փոփոխությունը հեչել չի նպաստել, որ երկիրը ավելի լավ վիճակում հայտնվի, կամ այսպես մասնատվել է երկիրը, կամ քաղաքացիական բախումներ են եղել, այսինքն ինչքան խորանում է Իրանում անկայունությունը, այնքան ինքը այսպես ռեկաշետով գալիս է մեզ վրա, տնտեսական առումով եւ ոչ միայն։ Ես օրինակ բազմաթիվ բիզնեսմենների հետ եմ խոսել, ովքեր Իրանից ներկրումներ են իրականացնում տարբեր ոլորտների, սկսած նրանից, որ այնտեղ դրամի արժեզրկում կա, այստեղ արդեն խնդիրներ է առաջանում։ Գումարով գնում են ու հետո այնտեղ մի խոսքով խնդիրներ կան նաև դրամի արժեզրկման հետ կապված եւ մեր այդ ապրանքաշրջանառության մասով շատ լուրջ խնդիրներ ենք ունենալ։ Այսինքն երկու կետ ունենք
աշխարհի հետ հաղորդակցվելու Վրաստան-Իրան, Իրանում այս բանը արդեն խնդիրը կա ու պարզ չի թե դա ոնց կհանգուցալուծվի, Վրաստանում տեսնում ենք ֆուրերը կանգնած, քաղաքական մեծ հաշվով խնդիր է եւ այս իշխանությունները չեն կարողանում լուծել այդ խնդիրը, ու մենք այն որ առավոտից իրիկուն գոռում են մենք ապաշրջափակվեցինք, մենք ապաշրջափակվում ենք, խաղաղությունը հաստատվել է, բարձրացնում ոչ էլ հաստատվել է, երկու երկրներ Թուրքիան, Ադրբեջանը փակ են պահում, մեկի հետ կապված խնդիրներ կան, որոնք չեն լուծվում, իսկ այստեղ էլ աշխարհակահաղական խնդիրներ կան, ու երկրին իսկապես բավականին բարդ իրավիճակում է հայտնվելու։ Ու շատ էին խոսում, չէ, կապը Բանդարաբաս նավահանգստի հետ, դա Հնդկական օվկիանոս եւ այլն։ Եվ այս կոնտեքստի մեջ հաշվի առեք, որ հիմա տնտեսական հզորությունը տեղափոխվել է ասիական տարածաշրջան։ Չինաստան եւ առևտրի ծավալները Հնդկաստան, ճիշտ է նշել Հնդկաստանը, սա լրջագույն հարց է եւ ոչ միայն տնտեսական, սա հարցերի փունջն է եւ տնտեսական եւ անվտանգային եւ ընդհանրապես դերակատարության տեսանկյունից, որտեղ միշտ խոսում ենք, չէ, հյուսիս հարավ խաղաղության խաչմերուկ, այսպես կոչեցյալ այս իշխանությունների սիրած թեզը, որը իդեպ Ալիև ընդամենը 2 շաբաթ առաջ մերժեց այնպես ուղղակի արհամարանքով, թե երբ Բայդենը հետ կգա խաղաղության խաչմերուկից կսկսի խոսալ։ Բայց սա լրջագույն խնդիր է եւ այս լրջագույն խնդիրը արդեն գոյացած եւ հենց առաջի օրերին այն թիթիզությունը, որը քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ինձ համար որպես նախկին նախագահի շատ ծանր պատկեր էր։ Բերաշկին նկատի ունեք։ Բերաշկին նկատի ունեք։ Այո, անպատասխանատվության։ Դե ասում եմ ես ժողովրդին ուզում եմ ցույց տամ։ Թիթիզության։ Նախագահ, բայց ասում եմ ես ժողովրդին ուզում եմ ցույց տամ, որ ամեն ինչ լավ է, խաղաղ է, հանգիստ է, հարց ու պատասխանին կառավարության հետ ազգային ժողովում ասաց, որ ես բերաշկի կերա Դուբայի շեյխերը գնացին Դուբայ մոլում նստեցին ի ցույց ժողովրդի, որ ամեն ինչ լավ է։ Միջազգային տրենդ է թելադրում։ Կարող է մի տեսակ մենք ենք շատ գույները խտացնում, սևացնում, հորետեսությունը մի տեսակ կարող է մեր մոտ շատ է, կարող է իսկապես ամեն ինչը լավ է։ Նայեք, մենք ունենք Մեզ ոչ մի բան չի լինի, մենք Թուրքիայի Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորենք, Վրաստանին Իրանին կգա փոխարինելու Թուրքիան ու Ադրբեջանը։ Կարող ասենց էս է ռազմավարությունը։ այդ մի հին անեկդոտ կար այդ բանի մասին, Լենինի մասին էլ, որ ասում է пролетарская революция, необходимости, которые говорили большевики, свершилась, а это вершилось, а теперь танцы. Հիմա լավ ճիշտ հակառակն է։ Եթե այս սպառնալիքները մենք լուրջ չենք ընդունում, եթե այս սպառնալիքների նկատմամբ վերաբերմունքը այդպիսինն է, ապա ինչն է սպառնալիք ընդհանրապես, մենք պետք է փորձենք սպառնալիք բառի, այսպես ասենք, նշանակությունը վերաիմաստավորել։ Պարոն նախագահ, կներեք, մի բան պետք է ասեմ։ Կարող է մենք էլ չափազանցնում ենք ու ամեն ինչը մի տեսակ շատ ենք սպառնալիք ներկայացնում։ Դրանից էլ ժողովրդի մեջ տպավորությունը, որ մենք ինչ որ անընդհատ բացասական էներգիա ենք տարածում, վատ կանխատեսումներ ենք անում, մենք ազգային ժողովում չգիտեմ ինչ ջղային ելույթներ ենք ունենում, այսինքն անընդհատ այդ բացասական ֆոնի վրա ենք։ Դրան զուգահեռ իշխանությունները ասում են, որ այ մենք խաղաղարարներ ենք, պերաշկի ենք ուտում, կուկուռուզ ենք ուտում, չգիտեմ, ձեր նման, ձեր հետ ման ենք գալիս, էս ենք անում, են ենք անում, սեր են խոստովանում, սրտիկներ են անում։ Ու այդ ֆոնին մի տեսակ կարող ենք, որ իրականությունն ենք ասում ըստ էության, հա, իրականությունն ենք ասում։ Կարող է դոզան ենք շատ տալիս։ Որովհետև դրա ֆոնին էլ իշխանությունները ասում են, մենք սիրելի հայրենակիցներ, ձեզ բերում ենք խաղաղություն, սեր, անհոգություն, բարեկեցություն, այս ռևանշիստները գալու են այդ իրանց անալիզների հիման վրա, իրանց հաշվարկների հիման վրա արդարություն են հաստատելու, չգիտեմ, արժանապատվություն են հաստատելու, որը բերելու է պատերազմի։ Արդյունքում ստացվում է մենք պատերազմի, այսպես ասած, ուժն ենք, իրանք է խաղաղարարներն են, իրանք սրտիկներով, պաչիկներով, պերաշկիներով, կուկուռուզներով։ Եթե այս տեսանկյունից նայենք, էլ է հարցին։ Ագնեսա, մի քանի տարի հետ գնանք։ Տեսնենք, թե ինչ էինք մենք, օրինակ կոնկրետ ես։
ինչ է ասում 18 թվականից հետո, թե ինչ խնդիրներ կա երկրի առաջ եւ ինչ արձագանք ենք ստանում։ Ինչ էր անում իշխանությունը։ Այն նույնպես անպատասխանատու ամբողջ sense ձևավորված անվտանգային համակարգ քայքայեցին։ Արդյունքում մենք ուղղակի ստացանք պատերազմ։ Ղարաբաղը դեռ կար։ Փոքրացած, բայց կար։ Նույնը կարող ենք ասել, չէ՞։ Երբ այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ այդ սպառնալիքները եւ ճիշտ գնահատեր, մենք Ղարաբաղը չէինք կորցնել։ Այնինչ դուք ասում եք, մենք հենց մեր փորձի վրա, այլ ոչ թե ինչ որ մի տեղ այս մոլորակի վրա, ինչ որ մի կետի փորձի վրա ենք, մեկ այլ ժողովրդի փորձի վրա ենք փորձում եզրակացությունների կան։ Հենց մեր փորձի վրա մենք տեսնում ենք, որ անպատասխանատվությունը իշխանության կողմից բերում է ծանրագույն հետևանքների եւ այդ գինը տալիս է ժողովուրդ կյանքերով, իրենց տնտեսական բարեկեցության գնով եւ այլ եւ այլ։ Դրա համար այնինչ դուք ասում եք, լավ է մենք լինենք, այսպես ասենք, այդ հորետեսական կողմը, բայց մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն խնդրեմ կա։ Եվ եթե հիմա Հայաստանը այդ խնդիրներին բավարար ուշադրություն չդարձնի եւ չլրջանա, մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդրի առջև կանգնել։ Շատ ավելի մեծ։ Ես նկատի ունեմ որպես քաղաքական ուժ, դա մեր ձայների վրա կարա անդրադառնա։ Ինչ դուք իսում ես իմ կարծիքը։ Ինչ առումով Մեր էս հորետեսական, բացասական, օրինակ բան նախագահ, որ դուք ասում եք մենք ասել ենք իրականությունը։ Կաղամարտիկ չեն ուզում լսել իրականությունը, ճշմարտությունը։ Ոնց է ստացվում, որ ինքը անդադ խափում է ու անընդհատ կարող է մոլորեցին ժողովրդին ու կարողանում է մեզանից շատ ձայն հավաքի, մեզանից նկատի ունեմ հավաքական ընդդիմությունից, էլի։ Այսինքն կարող ենք, ես շատ եմ այս հարցի շուրջ մտածել, խոսել ենք տարբեր առիթներով էլ նաև։ Կարող մենք պետքա առհասարակ մեր մոտեցումը, մեր հայացքը քաղաքական process-ներին, ժողովրդի ընկալումների, մեր խոսույթի մասով պետքա փոխենք, չգիտեմ, չեմ ասում խափենք, բայց կարող է ինչ-որ իրականության Հենց ասում ես խափենք։ Ես օքեյ չեմ։ Մեկ ասում է քաղցր սուտ կա, չէ՞ որ Դե չէ, բան խափելու չեմպիոնները արդեն կան, այնպես որ չենք կարող ոչ մի ձև իրանց գերազանցել։ Մրցակցային չի լավ խափել չէ, բայց նկատի ունեմ։ Չէ, մենք պետքա ինձ թվում է ճիշտ տեսանկյունից այս հարցին նայեմ, բան նախագահ, իրականում հետ պատերազմական իրավիճակում մարդիկ այնքան կորուստ են ունեցել, այնքան դառնություն են տեսել։ Հիմա մի մասը ընդհանրապես իզոլացված է բոլոր process-ներից, ոչ մի բանի մասին, ոչ ուզում է լսի, ոչ տեսնի, ընդհանրապես հետաքրքիր չի։ Իր առօրյա կենցաղով ապրում է, իր ընտանիքի հոգսերով է ապրում, հազիվ փորձում է դա կարգավորել։ Մի մասն էլ այնքան իսկապես դառնություն է տեսել, որ մի հատ վատ բան է լսում, ասում է խնդրում եմ մի ասեք։ Լավ բաներ են, մենակ ուզում են լավ բան լսեն, որ իրանց թոշակը բարձրանալու, աշխատավարձը բարձրանալու, ամեն ինչ իդեալական ալնելու, խաղաղություն, ծլել, ծաղկելու ենք, բարգավաճելու ենք։ Ոնց որ այս բանը կա, էլի մարդիկ ուզում են լավ բաներ լսել։ Այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, դա ճշմարտությունն է, վտանգներն ու մարտահրավերները։ Հիմա ուղղակի պետքա ճիշտ աշխատել, ինձ թվում է այդ բանաձևը պետքա գտնել, ոնց ճիշտ պրոպորցիայով, ճիշտ բալանսով տալ այն վտանգները, որ կան, եւ լուծումները ու դրականին գնացող լուծումները։ Ինչ կարանք այդ խնդիրների հետ անենք, որ ի վերջո ճիշտ հանգուցալուծման գանք։ Աննա, մենք պոզիտիվ համաձայն ենք, մենք միշտ պիտի հաղորդենք, բայց մենք չենք կարող ստել վտանգների մասին եւ չենք կարող ստել այն երևույթների մասին, որոնք գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Մենք ուղղակի դրա մասին խոսելուց պետք է լուծումներ առաջարկենք։ Թե ինչպես կարելի է խուսափել այս կամ այն խնդրի մեջ խրվելուց։ Անվտանգությունը այնպիսի բան է, որ դու կարող ես ամեն ինչ ունենալ, մեկ օրում կորցնել։ Եվ արտաքին անվտանգության մասին է սա, եւ ներքին անվտանգության մասին է։ Եվ անվտանգության մասին մարդիկ ավելի շատ սկսում են մտածել եւ խոսալ այն ժամանակ, եւ սպառնալիք այնքան ակնհայտ է, որ ուղղակի հնարավոր չի դրան չնկատել։ Ես հիմա ասում եմ, այն ինչ կատարվում է Իրանի հետ, ակնհայտ, ասենց առերևույթ սպառնալիք է, որի մասին պետք է խոսալ եւ լուծումներ առաջարկել։ Որն է այդ լուծումը։ Նույնիսկ նայեք, եթե մենք խոսում ենք օրինակ
նույն տրիպի մասին ես չի ասում, որ տրիպից հրաժարվել ընդհանրապես։ Ես առաջարկում եմ լուծում, մեծացնել տրիպի մասշտաբը, ներգրավել այն պետությունները, որոնց նկատմամբ Իրանում ճշնամական վերաբերմունք չկա, հակառակը բարեկամական է։ Եվ ընկալումը տրիպի այդ դեպքում փոխվի մեր հարևանի կողմից։ Տրիպը չի դիտվելու որպես ճշնամական, այսպես ասենք, մի կառույց կամ մի պրոյեկտ ճշնամական։ Դե դրանը ամերիկան չէր համաձայն։ Լուծումը նայեք, տվյալ դեպքում Իրանի հետ առաջինը եւ նախաձեռնել եւ փորձել քայլել ձեռնարկել ոչ թե պիրաժկի ուտելով, այլ անել ամեն ինչ նաեւ որպես հարևան երկիր պատերազմը օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ։ Ինչ է արվում։ Փորձել են ինչ-որ զանգել, ինչ-որ կապվել, առաջարկներ տալ։ Մենք հարևան երկիր ենք։ Մեր չափով ոչ բյուջեով մենք կատարից մեծ ենք։ Քյուվետից էլ, այսպես առանձնապես շատ չենք զիջում այդ երկրներին, բայց մեր շահերը վտանգված են։ Մենք պետք է մի դիրքորոշում որդեգրենք, թե չէ։ Մենք պետք է փորձենք նաև եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ մեր ձայնը լսեցնել տար եւ ասել ստոպ։ Այս ուր եք տանում։ Դե մարդը զբաղված է, քարոզարշավ է անում։ Հասկանում եք, սա բան չի, սա այն դեպքը չի, որ դու կրիայպես արտահայտություն կա, չէ՞, Ստրաուսին Նեպալից, գլուխը տավազի մեջ կսես եւ որ դու բան չես տեսնում, մտածես թե քեզ էլ ոչ մեկը չի տեսնում։ Պարոն նախագահ, ես առաջարկում եմ թող ոչ մի բանի չխառնվեն, էլի։ Անպայման կփչացնեն։ Հաստատ դրանից հետևանքները ավելի վատ ալնելու, քան որ հիմա չեն խառնվում։ Բայց ես իմ առաջարկը ակտիվ քաղաքականությունն է։ Ոչ թե ակտիվ քաղաքականությունը աթոռոտ պայելու համար։ Ակտիվ քաղաքականությունը քո երկրի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։ Ես ուղղակի համոզված եմ, որ այդ արաբական պարսից ծոցի երկրները ամենօրյա կապի մեջ են այլ երկրների հետ, ամերիկացիների հետ։ Համոզված եմ, որ իրենք հազանգում են, որ ըստ էության Իսրայելը հասավ իր նպատակին։ Փչացրեց բավական երկարատև հարաբերությունները Իրանի եւ այդ երկրների միջեւ։ Հիմա մենք եւս պետք է այդ երկրների ցանկում հայտնվենք, վտանգը չափազանց լուրջ է։ Եվ մենք չենք կարող դրա մասին չխոսալ։ Մենք շատ մեծ թեմաներից ենք խոսում, բայց այս կոնֆլիկտի համատեքստում օրինակ խնդիր կա մեր հայրենակիցներն, ովքեր ապրում են Իրանում։ Հա, իրանց անվտանգության խնդիրը, իրանց պաշտպանության խնդիրը, դրանով էլ չեն զբաղվում։ Գոնե մտածես, որ լավ, իրանք գլոբալ առումով շատ բան չեն կարող անել, բայց սեփական քաղաքացիներն են, հայրենակիցներ են, ովքեր ապրում են, ինչ որ ձև առնչություն ունենալ այդ խնդրին, դա չեն անում։ Հետո բազմաթիվ հայրենակիցներ կան, ովքեր հիմա դրսում են, այս չվերթների չեղարկման պատճառով չեն կարողանում հասանելիություն ունենալ դեպի Հայաստան գալ, այդ առումով էլ բավարար ջանքեր չեն գործադրվում։ Հիմա դե գիտեք, համացանցը ակտիվ է, տարբեր բլոգերներ, տարբեր հատվածներից վիդեոներ են հրապարակում, որ մնացել են պայմանական Շրի Լանկայում կամ ուրիշ տեղեր եւ չեն կարողանում գալ Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն, եթե գլոբալ բաների մեջ ներքաշվելու ռեսուրս չունեն, ապա սեփական հայրենակիցների ճակատագրի մասով հո կարող են ինչ-որ մի բան անել, բայց ցավոք դա էլ պատշաճ կերպով չի իրականացում, համենայն դեպս քաղաքացիների արձագանքն եմ ես ասում այդ առումով։ Նայեք, այս իշխանությունը ունի մի յուրահատկություն։ Ժողովրդի նկատմամբ արել է սարսափելի բաներ եւ մարսել։ Եվ իմ տպավորությունը այնպեսին է, որ իրենց թվում է, թե կարող են թքած ունենալ ամեն ինչի վրա։ Եվ եւս մարսել։ Ինձ համար օրինակ շոկ էր, երբ պատերազմում պարտված երրաբոլորը երրապատկած քաղաքական ուժը եւ առաջնորդը վերընտրվում են։ Իրենց համար սա այս ազդակը ուրիշ էր։ Կարելի է ինչ ասես անել եւ մարսել։ Հիմա հենց այդ նույն ձևը անում են։ Հիմա նույն ձևը անում են։ Իրենք թքած ունեն մեր քաղաքացիների այդ ստեղծված խնդիրների վրա, որոնք ուղղակի հետևանք են այս կոնֆլիկտի, Իրանում թքած ունեն ամեն ինչի վրա։
կա նախընտրական ինչ-որ մի ժամանակահատված, մտել են դրա մեջ, իրենց համար նախապատվությունը դա է, որովհետև աթոռ պահելու խնդիր կա, անում են սա եւ մտածում են հետո մի բանկը օրինակ մի բանկը ասենք մեր ժողովուրդը կմարսի։ Եվ տեղ ունեն այդպես մտածել։ Անհիմն չի, այսպես ասենք, այդ վարկագիծը անհիմն չի։ Բայց չէ, շատ է փոխվել, պարոն նախագահ, մարդկանց տրամադրվածությունը շատ է փոխվել։ 21-ից հետո էականորեն փոխվել, այսինքն չնայած այդ թքած ունենալու վարկագիծը իրանք շարունակում են, բայց շատ մեծ է էֆեկտը էլի մարդկանց հակազդեցության։ Հիմա շատերը վախենում են խոսեն բան, բայց ընդհանուր մթնոլորտը էականորեն փոխվել է իրանց նկատմամբ։ Հարցումներով երևում է դա։ Թեկուզ հիմա այլ հարցումները դարել են ոչ թե տրամադրությունները չափելու գործիք, այլ դարել է տրամադրությունների վրա ազդելու գործիք։ Հա, այսօր մեկն էլ հրապարակվեց, չգիտեմ տեսել եք թե չէ։ Մի խայտարակություն։ Մենք հարցում ենք արել փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում աղերս չունի այս հարցման հետ։ Ու մեր հարցման ոչ թե մենք ենք արել, սոցիոլոգիայի մասնագետներ ենք պատվիրել եւ ասեմ 2400 ռեսպոնդենտով։ Այդպիսի մեծ քանակով մարդկանց հարցում Հայաստանում շատ վաղուց ոչ մեկը չի արել։ Կապ չունի այն հրապարակման հետ, որ այսօր վատի առաջացա։ Պրոբլեմ է սա։ Բայց այս իշխանությունը այդ տեսանկյունից լկտիանալու իսկապես առիթներ ունի։ Դե մենք էլ չենք խափում, պարոն նախագահ։ Նայեք, չխափելը օրինակ իմ պարագայում իմ ամենից ուժեղ կողմն է, երբ ես իշխանության եմ եղել։ Չխափել։ Դուք չեք գտնի որևէ մի խոստում իմ նախագահության ժամանակ, որը կատարված չլիներ։ Եվ միշտ ինչ խոստացել եմ, արել եմ ավելինը, որովհետև միշտ ինչ որ բան ինձ զսպել է, հանկարծ չկարողանանք, ավելի քիչ խոստում տանք, ավելի շատ անենք։ Ես խոստում չեմ տվել, որ վեցապատիկ թոշակների պատմությունն եմ այդպես հիշում։ Ես երբեք չեմ խոստացել վեցապատիկ թոշակների աճ։ Բայց 6 անգամ բարձրացել է։ Վեցապատիկ ոչ թե անգամ։ Հիմա դա միգուցե ուժ է գործող նախագահի համար, եւ դա իմ ուժն էր։ Պարզվեց, որ չէ։ Անդիմադիր դաշտում դա ոչ թե ուժ է, դա դառնում է թուլություն։ Պարոն նախագահ, գիտեք, ես շատ եմ մտածել եւ 21 թվականի ընտրությունների արդյունքների մասին եւ հիմա մի քանի ամսից ընտրություններ են լինելու։ Այ որն է մեր խնդիրը, որն է ձեր որպես առաջնորդի խնդիրը, որ մենք մարդկանց չենք կարողանում լավ բացատրել կամ չենք կարողանում համոզել։ Իմ կարծիքով ոչ միայն խնդիրը այն է, որ նախ միած սերունդ է եկել, որը օբյեկտիվորեն չունի հիշողություն, կամ միած սերունդ, որը մանիպուլյացիաների տակ է ըստ էության ապրել, եւ կամ մի հատ էլ սերունդ, որը ձեր ժամանակ տեսել է այն, ինչ որ դուք արել եք։ Բայց իմ կարծիքով այս ամեն ինչից զատ մի հատ գուցե նաեւ ուրիշ խնդրեմ մենք ունենք կամ դուք ունեք անձամբ։ Կարող է ոչ թե պետք է այդքան շատ գործ անեք, այլ պետք է այդ գործի կեսի կամ չգիտեմ, կեսի փոխարեն, չգիտեմ, մի քիչ ժպտայք, սրտիկներ անեք։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ձեր հանրային կերպարի ընկալումն է ժողովրդի կողմից։ Այսինքն դուք տենց խիստ սառը ոչ էմոցիոնալ ոնց որ մարդ եք ընկալվում։ Իսկ մարդիկ sense մարդկանց զգարաններ ավելի բան է, էլի, չգիտեմ, քաղաքական գործիչների հանդեպ, էլի, կարող է մի բան սխալ ասեն, մի բան այն չանեն, պակաս անեն, կամ ասացի հակառակ անեն, բայց տենց մի երկու քաղցր խոսք ասես։ Նկատի ունեմ գործ, թե կերպար։ Ընդունում եմ ինչ ես ասում, բայց այստեղ հետևյալը կա, ինձ ապշեցնում է մեր ժողովրդի մոտ հանդուրժողականությունը ստի նկատմամբ։ Ստի։ Սա նայեք, ես մեկ անգամ նույնիսկ հրապարակային այդ օրինակը բերել եմ գերմանացու վերաբերմունքը ստի նկատմամբ եւ մեր ժողովրդի վերաբերմունքը ստի նկատմամբ։
Գերմանիայում եղել է մեկ պաշտպանության նախարար, որի մասին ասում են, այս մարդը փոխարինում է Մերկելին, Անգելա Մերկելին վարչապետին։ Աստղեր քաղաքական դաշտում։ Եվ լրագրողները հայտնաբերեցին իր դիսերտացիայի մեջ մի բարբերություն պլագիատ, ինչ որ մինտեղից ուղղակի արտագրած։ Կարող է նույնիսկ տեխնիկական սխալ էր, որ տակին այդ հղումը չեն արել, որ սա այս միտքը ուրիշ տեղից է։ Երբ որ սա հայտնաբերվեց, այդ մարդը ներողություն խնդրեց, հրաժարական տվեց եւ քաղաքական ասպարեզից կորավ միջև հիմա։ Ձայնը ոչ մեկը չի լսում։ Հիմա ազգանունը չեմ հիշում, դա հայտնի պատմություն է։ Երկրորդ պատմությունը ունի Գերմանիա։ Գերմանիայի նախագահ մի հրապարակում եղավ, որ ինչ որ ցածր տոկոսով վարկա վերցրել ինչ որ մի տեղից։ Կինը, նախագահի կինը։ Արդյունքում նախագահան հրաժարական տվեց, 2 տարի դատարաններով ապացուցեց, որ այդպիսի բան չկա, ինքը ճիշտ է, բայց պաշտոնը թողեց։ Անմիջապես։ Որտեղ հանրային ընդվզումը այնպիսի մեծ էր, որ իրենք չէին կարող մնալ իրենց պաշտոնում։ Հիմա համեմատի այս ամենը մեր իրականության հետ, որ կարելի է 100 անգամ խաբել եւ այնուամենայնիվ ունենալ բավական մեծ զանգված, որը սիրում է, հավատարիմ է, պատրաստ է գնալ եւ քվեարկել այդ մարդու նկատմամբ։ Սա ամենից սարսափելին է, որը կա այսօր մեր հասարակության մոտ։ Եվ սա նաեւ պատճառներից մեկը իմ կարծիքով նա է կենսամակարդակի մեջ։ Ինչի են գերմանացիք ավելի լավ ապրում, քան Հայաստանում։ Որտեղ սա ձևավորում է լրջագույն պատասխանատվություն քաղաքական գործչի մոտ սեփական ժողովրդի հետ այդ կոմունիկացիայի առումով։ Դե իրանք հայտնել են նաև իրանց պունկտուալությամբ, չէ՞։ Բայց այդ ճշտապահությունը դրանից գալիս է կարգուկանոն, դրանից գալիս է այդ դիսցիպլինա կոչեցյալը, որը յուրաքանչյուր երկրում պետք է ունենաս ինչ որ մի մակարդակի երկիրը ճիշտ ճանապարհով տանելու համար։ Պարոն նախագահ, բայց դուք շատ ռացիոնալ բաներ եք ասում։ Ընդհանրապես ընտրությունը, քաղաքական գործի վերաբերմունքը հիմնականում էմոցիոնալ է, քան ռացիոնալ։ Հայաստանում էլ գերէմոցիոնալ է։ Հիմա այդ մարդկանց մի խումբը ասում է, դե լավ, մեր տղուն նման է, մեր տղան է, դες պիրաշկի է ուտում, գցում է նայում, մեզ նման պիրաշկի ուտողա, կուկրուզ ուտողա, ու կարևոր չի ինքը ինչ ձախողումներ ու տապալումներ ա ունեցել, էլի։ Իրան նման այդ նմանությունը տեսնելով ավելի շատ էմոցիոնալ կապ են զգում, քան թե կապ երկրի քաղաքացու եւ երկրի ղեկավարի, որ պետք է որոշակի ստատուս ունենա, գործերով ապացուցի ինքը ինչպիսին պետք է լինի։ Նկատում եմ ավելի էմոցիոնալ ֆոնի վրա ենք մենք դատողություններ անում, քան թե ռացիոնալ։ Ճիշտ է, եւ դա մեր խնդիրն է։ Դա երկրի խնդիրն է։ Հիմա Ագնեսան ասեց սառը իմ կեցվածքի ձեր ընկալումը սառը չեմ, ինքնատիրապետում եմ իմ էմոցիաները, դուք լավ կենցաղում երբ որ մարդ ջղայնացած է կամ չափից շատ ոգևորված եւ որոշումներ է կայացնում կարեւոր, հավանականությունը սխալվելու չափազանց մեծ է եւ սա ուղղակի շատ պարզ բան է։ Ջղայնացած ժամանակ կարևոր որոշում մի կայացրա, մի փոքր դադարտուր, փորձի հասկանալ իրավիճակը ոչ թե էմոցիոնալ անկյանտակ, բիոխիմիայի մեջ լրջագույն փոփոխություն է կատարում կարճաժամկետ եւ այդ փոփոխությունը ազդում է քողի աշխատանքի վրա։ Ուրեմն սա փաստ է, սա ապացուցված փաստ է։ Նայեք, մարդ կարևոր որոշում կայացնելուց պետք է կարողանա ինքը տիրապետի իր էմոցիաներին։ Հակառակ դեպքում սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է։ Հետո կան մասնագիտություններ, որտեղ հենց էմոցիաներ են պետք։ Հիմա դուք կարող եք պատկերացնել էմոցիաներ չունեցող կամ սառնասիրտ ինքնատիրապետող դերասան։ Պրոբլեմ է։ Եթե դու արվեստի մեջ ես, եթե դու այնպիսի մասնագիտությամբ ես, որ կարևորագույն ասենց գործոնը դա քո այդ էմոցիաներն են, դա մեկ հարց է։
Եթե դու պատասխանատվություն ես կրում երկրի անվտանգության համար, մարդկանց կյանքի բարեկեցության համար, ժողովրդի համար ի՞նչն է կարևոր։ Քո էմոցիաները, թե քո ճիշտ կայացրած որոշումները, որոնք ուղղակի ազդելու են այդ մարդու բարեկեցության եւ անվտանգության վրա։ Ես հասկանում եմ այն ինչ դուք ասում եք, բայց այն ինչ դուք ասում եք, դա իմ մրցակցային առավելությունն է եւ շատ լուրջ մրցակցային առավելությունն է, եթե ամեն ինչի նայեք ռացիոնալ աչքով։ Դրա համար եմ ասում, որպես անդիմադիր դա իմ թուլությունն է, բայց որպես իշխանություն դա իմ ուժն է։ Մարդիկ ուզում են ասենց էմոցիոնալ առաջնորդ ունենալ, բայց եթե դու դա չես անում, դա չի նշանակում, որ դու այդ էմոցիաները չունես։ Դա նշանակում է մեկ բան, կամ տրեյնինգով, քո կյանքի փորձով, կամ քո բիոքիմիայով, այսպես ասենք, դու ունես այն հատկությունները, որոնք քեզ ուժ եւ հնարավորություն են տալիս ճիշտ որոշումներ կայացնել, սխալներ քիչ անելու, մարդկանց ճիշտ ճանապարհով տանելու, երկիրը ճիշտ ճանապարհով տանելու եւ բոլորը դրանից շահում են։ Հիմա ուրախանանք մենք մարդով, որ այսպես ասենք, չի հասկանում ինչ է անում, սխալ է կողմնորոշվում, անընդհատ ինչ որ քայլ է անում, որով օրինակ երաբուլուրն է երապատկվում, հետո ասում է, հա, դե փոխվել եմ։ Այնպես էի մտածում, հիմա ուրիշ ձև եմ մտածում։ Հիմա քո այդ փոխվելու ընթացքում այս ժողովուրդ հսկայական կորուստներ է ունենում։ Ավելի լավ չի մարդ լինի, որը այսպես ասենք, շատ ավելի կայուն է, հասկանում է ինչ է անում, կանխատեսում է վտանգները եւ զսպում է այդ ամեն ինչ։ Ճիշտ ճանապարհով է տանում, որն է ավելի ճիշտ։ Դե խնդիրը հենց այն է, որ իր ընտրողը համարում է, որ ինքը չի մեղավոր, այսինքն բոլորը մեղավոր են, բոլորը թիմը մեղավոր է, նախկինները մեղավոր են, լրագրողները մեղավոր են, բոլորը մեղավոր են, բայց ինքը մեղավոր չի։ Հենց առաջնորդի։ Այդ է հարցը։ Ագնեսա, կարևորագույն հատկությունը առաջնորդի պատասխանատվություն ստանալն է։ Եթե առաջնորդը չի կարողանում ստանալ պատասխանատվություն, առաջնորդ չի։ Ինչ է նշանակում բոլորը մեղավոր են։ Բայց դու առաջնորդ ես։ Այդ լծակները քո մոտ է։ Քո կամքը, քո գիտելիքներն են տանում, այսպես ասենք, այդ ամեն ինչը առաջ։ Եվ եթե չունես այդ որակները, դու խնդիրներ ես բերում բոլորի գլխին։ Հենց առաջնորդը սկսեց մեղքը գցել ուրիշների վրա, դուրս գրելու առաջնորդը։ Չէ, կամ որ ասում են խեղճ Նիկոլ ինչ անի։ Ասում եմ, այդ նորմալ է, որ դուք ձեր երկրի ղեկավարին ասում եք խեղճ է, այդ արդեն վատ է։ Շատ վատ է, եթե մեկի գրպանը կարելի է ամեն ինչ գցել, պատերազմից մինչև տնտեսական անկում, միլիարդների պետական պարտք եւ այլն, եթե մեկի գրպանը, հատկապես եթե այդ մեկը քո երկրի առաջնորդն է, ամեն ինչ կարելի է գցել իր գրպանը ու ինքը կոչվում է խեղճ, այդ շատ վատ է, այդ լավ բան չի, որ դուք իր մասին ասում եք։ Եթե նույնիսկ արդարացնելու համար եք ասում, դե մեր խեղճ Նիկոլն է, դա լավ բան չի, չի կարող առաջնորդը լինի խեղճ։ Բայց սա մի ուրիշ կողմ ունեն, նայեք, եթե այս ձևի ասֆալտ իմ ժամանակ անեիք եւ մի ձմռան մի սեզոնում այդ սաղ sense հալվեր գնար ձյան հետ, ինձ կուտեին, որտեղ ինձ չեն համարում խեղճ։ Խեղճի համար դե խեղճ այլ ինչ եղավ, հիմա ասֆալտա, հիմա ձյունը տարավ, Նիկոլի խափեցին։ Թե մի միլիարդը եկավ պարտքի ձևով նստեց ամեն մեկի երեխու եւ թոռան վրա, սա մի կողմ դրած։ Ես պատկերացնում եմ, եթե օրինակ այն հսկա ծավալ աշխատանքները, որ արել ենք, եթե նման կարգի որակ լիներ եւ նման խայտարակություն լիներ իմ ժամանակ, անկեղծ ասեմ, ինձ կուտեին, ինձ չէին ների, որովհետեւ ինձ այսպես խեղճ Նիկոլ չէին։ Այսինքն ակնկալիքն էլ է ձեզանից այդ։ Այսինքն մարդը ոնց ներկայանում է, ակնկալիքն էլ իրարից։ Հա, ասում է դե ինչ անի, դե ասֆալտա, հիմա ձյունա եկել է, ինձ կուտեին։ Հիմա ստացվում է մի շատ sense պարադոքսալ մի իրավիճակ։ Այդպիսի թույլ իր որակներով ոչ adekvat այդ պաշտոնի համար մարդը պաշտոնավարում է, արհավիրքներ, կորուստներ է բերում երկրի համար եւ հենց իր այդ որակների համար իրեն ներում են։ Ասում են դե ինչ անի, հիմա խեղճ է, բայց մեզ նման է, էլի մի քիչ։
ու դառնում է մրցակցային առավելություն դա։ Դա դարել է ոչ թե մրցակցային, դա ավելի շատ sense բնութագրում է ինչ որտեղ մեր հանրային ընկալումը։ Դեռ եմ ասում, էմոցիոնալ են, դատողությունները շատ հաճախ էմոցիոնալ են, քան Բայց մենք թերացումները։ ուզում ենք պետականություն ունենալ։ Մենք ուզում ենք ուժեղ պետականություն ունենալ, անվտանգ ապրել, լավ ապրել։ Եթե ուզում ենք, ուրեմն պետք է ընկալումը փոխվի։ Հակառակ դեպքում մենք մնալու ենք նույն տեղում։ Եվ պատահական չի, որ իմ պաշտոնավարման 10 տարիները եղել են ամենից տնտեսական առումով թռիչքային զարգացում, անվտանգային առումով որևէ խնդրեմ չենք ունեցել։ Ես այդ մտահոգությունը չեմ ունեցել, որովհետև բոլոր հարցերում դու կանխարգելիչ բավական լուրջ քայլեր ենք միշտ ձեռնարկում։ Հիմա ընտրության հարցը մեր ժողովրդին ինչ է ուզում։ Մի ղեկավար, որին պատրաստ է բոլոր անհաջողությունների համար ներել, նաև այդ անհաջողությունների գինը իր երեխայի կյանքով է տալիս, իր բարեկեցությամբ է տալիս, հսկայական պարտքի կուտակումով է տալիս, այդ գինը արդեն այսօրվա մեր պարտքը արդեն այսօրվա մեր միջին տարիքի քաղաքացու թորան վրա նստած պարտք է։ Պատրաստ են դրան։ Ես պատրաստ չեմ։ Բայց հիմա իսկապես փոխվել է, էլի պարոն նախագահ, տրամադրությունները փոխվել է, մարդիկ տեսնում են, որ օր-օրի այդ պետական պարտքից սկսած մինչև այս ընդհանուր քաոսային իրավիճակ, ես կարծում եմ մարդիկ ավելի շատ հոգնել են քաոսային իրավիճակից երկրի ներսում, ինչքան էլ Նիկոլասի խաղաղ ենք եւ այլն, ինքը ամեն օր վերերկենում մի սադրանք իրականացնում է եկեղեցու նկատմամբ, մի օր Արարատի նկատմամբ, այսինքն անընդհատ ինչ որ սադրանքների քաոտիկ իրավիճակներում ենք ապրել երկար ժամանակ։ Հիմա մարդիկ հոգնել են այդ գեր էմոցիոնալ իրավիճակից հոգնել են եւ իմ մոտապարություն կա, որ մարդիկ ուզում են ավելի խաղաղ, կայուն հանգիստ իրավիճակում ապրել, որ ամեն օր ստիպված չլինեն վեր կենալ ու այսպես շոկի մեջ ենթարկվել, թե նոր ինչա տեղի ունենում մեզ հետ։ Այդ առումով ես ունեմ տպավորություն, չգիտեմ քո տպավորությունները ոնց են, բայց այդ գեր էմոցիոնալ բանից, իրավիճակից մարդիկ ուզում են դուրս գալ, չեն ուզում անդադ այդ էմոցիաների մեջ լինել։ Կարող ենք եզրակացության գալ, որ իմ ժամանակ հոգնել են կայունությունից, անվտանգությունից, բարեկեցությունից, որ ամեն տարի աշխատավարձ էր աճում եւ հանկարծ ժողովուրդը ցանկացել է քաոս, անկանխատեսելիություն ղեկավարի կողմից։ Ոնց է դարձիր զուգահեռ։ Ձեր ժամանակ էմոցիա են ուզել, պարոն նախագահ, իմ կարծիքով։ Մեկ էլ ինչն է շատ քննարկվում, որ ես կարծում եմ, որ առիթներ դեռ լինելու են այս ֆորմատով տարբեր հարցերի մասին քննարկումներ անելու, մանավանդ որ խոսում ենք, որ արձանագրում ենք, որ խնդիր կա, որ մենք ժողովրդին բացատրելու, ցույց տալու, ծրագրեր ներկայացնելու, նաև անցյալը ինչի չէ հիշելու, անցյալի եւ լավ եւ վատ կողմերը հիշելու խնդիր ունենք մեծ հաշվով, ու ամեն ինչ իմ կարծիքով մենք պետք է անենք, բոլոր ֆորմատները, բոլոր հնարավոր տարբերակները պետք է անենք, այդ աշխատանքը այսպես աշխատանքը լավ կատարելու համար։ Այ գիտեք, պարոն նախագահ, հիմա այս դրական բաներից էլ ենք խոսում, բայց ձեր ժամանակների հետ կապված նաև կամ մարդիկ, որ հիմա հետահայացք են գցում, կամ այս պայդրությամբ ձեր դիրքավորումը, որ փորձում են վերլուծել, ու սենց ակնկալիքը, որ ձեզանից կա մարդկանց մոտ, տարբեր մարդկանց մոտ, ոչ մեր ընտրողների, այսպես ասած, հետ զրուցելից, ես մի հատ բան եմ զգացել, որ մարդիկ ինչ-որ ակնկալիք ունեն, որ դուք պետքա նաև խոսակ սխալներից, պետքա ասեք, որ ու այդ այն մարդիկ են, որոնք ընդունում են եղածը, այսինքն եղած դրականը իրանք ընդունում են ձեր ժամանակների, այսինքն ինստիտուցիոնալ նաև հիշողություն ունեցող մարդիկ են, բայց իրանք ասում են, ոնց որ սենց հակազդեցություն է մարդկանց մոտ էլի առաջանում, ասում են, ինչի չեք խոսում սխալներից, ինչի չի խոսում Քոչարյանը սխալներից, նաև այս դրվագով ես զգում եմ, որ մարդկանց մոտ ինչ-որ սենց ակնկալիք կա, էլի, կարող է այդ իրավիճակը փրկի նաև
կոնտակտի մեջ մտնելու, մարդու հետ կոնտակտի մեջ մտնելու համար։ Ու նաև շատ-շատերն ակնկալում են, քանի որ հիմա քաղաքականությունը sense գերակտիվ է, ունենք երկրի ղեկավար, որ քայլում փողոցներով, չգիտեմ, պերաշկի այդ տեսարանների ֆոնին ակնկալում են, որ դուք էլ շատ պետքա դուրս գաք մարդկանց հետ այդ շփումները եւ այլն, շատ ավելի sense կոնտակտներ ունենաք մարդկանց հետ, խոսեք նախկինում տեղի ունեցածի մասին։ Ի վերջո, ձեր կառավարումից հետո երկար ժամանակ հակաքարոզչություն է գնացել շատ ուժեղ, տարբեր միֆեր են ձևավորվել, այսինքն համ այդ միֆերի կոտրման պետք է զբաղվեինք այս երկար տարիների ընթացքում, համ իրականում եղած սխալների պարզաբանմամբ, ներկայացմամբ եւ հիմա էլ մարդկանց հետ ինչ որ շատ ավելի ակտիվ շփումների ակնկալիք կա։ Գոնե ես դա տեսնում եմ, որ կա։ Նայեք, այնինչ ասում եք, ես ընդունում եմ, որ այդ խնդիրը կա։ Եվ ես օրինակ եւ վարչապետ եմ աշխատել եւ նախագահ եմ աշխատել, ես չեմ պատկերացնում, թե դու ոնց ես կարող լիարժեք կատարել քո գործը, լիարժեք, իսկ ինձ համար էֆեկտիվ կառավարումը դա համար մեկ հարց է։ Դե ես համոզված եմ, ոչ մի բան չանես, ոչ ինվեստիցիաներ, ոչ այլ ինչ որ մեծ բաներ, միայն էֆեկտիվ կառավարման արդյունքում դու կարող ես 15-20% բարելավել իրավիճակը։ Միայն արդյունավետ կառավարման արդյունքում։ Եվ երբ ես եկել եմ Հայաստան եւ սկզբից վարչապետ, հետո նախագահ, ես տեսել եմ ինչ վիճակում է կառավարման process-ը ընդհանրապես Հայաստանում եւ արագ փոփոխության հաջողությունը ես տեսնում եմ արդյունավետ կառավարման մեջ։ Սկսեմ դրանից, դա բերելու է շատ ավելի հետաքրքիր զարգացումների։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի դա համատեղել, որտի ժամանակ չունես։ Հիմա կամ պետք է քո գործը տանեիր ռեալ արդյունք ստանալու համար, կամ պետք է քո գործը կիսով չափ անեիր, այդ ռեալ արդյունք չունենայիր, բայց մարդիկ ասեին, այս ինչ լավ է, ասենց մեր հետ փողոցում բիրաշկի է ուտում, էս անում, այն անում, հիմա ընտրության հարց է։ Հունք Աննա, Ագնեսա, ընտրության հարցը, դու քո գործը ամբողջությամբ անում ես եւ մարդիկ միգուցե չկապելով դա քո հետ, բայց ամենօրյա ռեժիմով բարելավում է, տեսնում են, զգում են իրենց սառնարանի վրա, իրենց մաշկի վրա։ Կամ դու քո ժամանակի մի զգալի մասը դնում ես մարդկանց դուր գալու համար։ Հիմա ո՞րն է ավելի ազնիվ, մի հատ ինձ կարող եք ասել։ Չէ, ասել։ ազնվության տեսանկյունից պարզ է, որ երկրի ղեկավարը պետք է մեխանիզմ աշխատացնի, դա է իր հիմնական գործառույթը, բայց 21-րդ դարում քաղաքականության մեջ անխուսափելի է ուղղակի, որ դու ժամանակ չհատկացնես այդ մյուս բանի վրա, այսինքն ճիշտ բալանսը պետք է գտնել, կարծում եմ։ Երևի ճիշտ է, ես չեմ ուզում վիճել, բայց ես տեսնում եի, որ եթե մտածեի կոնկրետ իմ մասին ինքս, եթե մտածեի եւ չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ մարդիկ ինձ սիրեն, ես իհարկե այդպես կանեի։ Իսկ եթե մտածում ես ասած մի հսկայական խնդրեմ է քո արժեվ կանգնած 56% աղքատություն երկրում նորմալ չի։ Թոշակները մի քանի ամիս վճարած չի եղել, չէ՞ որ եկել եք վարչապետ։ 10-12 ամսվա պարտքեր կուտակված թոշակների աշխատավարձերի ուսուցիչները 6 ամսով աշխատավարձ չեն ստանում։ Եթե դու այդքանը տեսնում ես եւ դու այնուամենայնիվ ոչ թե լծվում ես այդ խնդիրների լուծման համար, այլ քո ժամանակի մի զգալի մասը դնում ես մեկ նպատակի համար, որ ժողովուրդը քեզ սիրեն, սա ազնիվ է։ Միգուցե ես այսպես ասենք ինժեներական կրթություն ունենալով ավելի տեխնոկրատ մոտեցում եմ ցուցաբերում, բայց այդ տեխնոկրատ մոտեցումը ազդել է մեր քաղաքացիների սառնարանի վիճակի վրա։ Հիմա ես տեսնում եմ ճիշտ հակառակը։ Մարդկանց հիմնական նպատակը անել ամեն ինչ ժողովրդին դուր գալու համար։ Առաջի խնդիրը որ ղեկավարը ոչ թե անի ամեն ինչ որ իրեն սիրեն, անի ամեն ինչ որ ժողովուրդը լավ ապրի։ Ու քանի որ այն ժամանակ ես մտքումս չկար որ ես sense հավերժ ամբողջ կյանքս պետք է ինչ որ սահմանադրություն փոխեմ պաշտոնի մնալու համար եւ այլ, համարում եմ ինձ այսպես ասած պատասխանատվություն կա ին վրա 10 տարով 5 + 5
Ես այդ պատասխանատվությունը մաքսիմալ կերպով անեմ ժողովրդի կյանք լավացնելու համար, ով կգնահատի, ով չի գնահատի, օքեյ, Աստված իր հետ։ Այս էր մոտեցումը, Լավ, պարոն շատ նախագահ։ պրագմատիկ, տեխնոկրատ, Այդ հասկանալի է։ այսօրվա, այսպես հայացքով սոցցանցային տրամաբանության մեջ իհարկե սխալ էր։ Հա, հիմա ուրիշ է։ Հիմա արդեն Ես Դե այն հասկանում ժամանակ եմ, որ սոցցանցեր էլ հիմա- չկային ես մեծ հասկանում, որ հաշվով։ հիմա այլ կերպ դժվար է։ Ուղղակի ասենց ասեմ, այդ պատճառով նաև ասենց պոպուլիզմը խեղդում է ռացիոնալ միտքը քաղաքական դաշտում։ Դե ամբողջ աշխարհում է տենց իմ կարծիքով։ Այո, ամբողջ աշխարհում դա գալիս է այսպես սոցիալական ընդհանրապես լրատվական հոսքի ապակենտրոնացումից է գալիս։ Հասկանում եմ, բայց սա մի ժամանակաշրջան է, որը իմ խորին համոզմունքով փոխվելու է։ Եվ սա է նաև պատճառը, որ այսօր Եվրոպայում ես չեմ տեսնում առաջնորդներ, օրինակ Ժակ Շիրակի մակարդակի կամ Շրոդերի մակարդակի չկան ուղղակի։ Որովհետև հիմքում մարդկանց դուր գալու, սիրվելու գործոնը ասենց առաջնային է դառել։ Եվ սա խնդրեմ է։ Եվ այդ նույն երկրներում, որտեղ քվեարկում են նման կարգի գործիչների համար, շատ արագ ուղղակի հիաստափվում են եւ ես տեսնում եմ, որ որոշակի կարոտ կա լրջության, միգուցե սխալվում եմ, կայունության, կանխատեսելիության, օրինակ իմ ժամանակ համոզված եմ, այդպիսի բան չի եղել, որ անկանխատեսելի մարդկանց համար անսպասելի ինչ որ բաներ կատարվի։ Եվ կարծում եմ սա կարևոր է, որ մարդիկ հասկանան, թե ուր է գնում երկիրը։ Պարոն նախագահ, մենք նախընտրական մեծ հաշվով շրջափուլի մեջ ենք, ու ես խորապես համոզված եմ, որ մենք անընդհատ պետք է խոսենք ապագայի մասին, ինչ կարող ենք առաջարկել մեր ժողովրդին ու քիչ վերադառնանք անցել ավելի շատ ապագա։ Միևնույն ժամանակ, շարունակելով Ագնեսայի հարցը, անխուսափելի, այո, պետք է խոսել նախկինում տեղի ունեցած սխալների մասին, բացատրել ոնց է տեղի ունեցել, ինչ է տեղի ունեցել, ինչի համար եք ափսոսում, ինչ կարող էր այլ ձև լինել, չգիտեմ, այսինքն բաներ, որոնք նախկինում տեղի են ունեցել, եւ ինչ որ ձև այդ հարցերը քննարկվում է։ Ես մի առաջարկ ունեմ, ուղղակի մի հատ ցանկ կազմեք այդ խնդիրների։ Ես տեսնում եմ մի բան։ Չէ, դուք սխալներ արել եք, պարոն նախագահ, այդ է հարցը։ Մարդիկ ասում են, դուք կարող եք ընդունել աշխատողը սխալ չանել, բայց ես տեսնում եմ բան, լիքը բաներ կա խնդրեմային, որ մարդկանց զայրացնում է, որոնք իդեպ իմ ժամանակահատվածում չեն եղել, բայց կախվել էին վրա։ Իրականում իմ ժամանակահատվածում չի եղած նաև խնդիրները կախվել են իմ վրա։ Բայց նաև ձեր ժամանակահատվածում են, չէ՞, պարոն նախագահ, խնդիրներ եղել ու մարդիկ ուզում են ձեզանից լսել։ Ամենամեծ խնդիրը, սխալը Հայաստանում եղել է իմ ընկալման, որը ուներ ինչ որ տեղ բացատրելի նաև պատճառներ, բայց այդ մի քիչ կիսաֆեոդալական բաներ կային, չէ՞, տեղերում ինչ որ մարդիկ, որոնք մեծ ազդեցություն ունեցել, հարցեր լուծողներ եւ այլն։ Ու մարդիկ հոգնել ու զզվել էին այդ մթնոլորտից։ Ամենից մեծ խնդիրը դրանից էր գալիս, բայց մի հատ հասկանանք այդ խնդրի աղբյուրը որտեղից է։ Այն ժամանակ ազգային ժողովը ձևավորվում էր եւ համամասնական եւ մեծամասնական ցուցակներով։ Մոռացել ենք, չէ՞ երևի։ Համոզված եմ, որ հիմա շատերը չեն էլ հիշում։ Եվ 131 падգամավորից, եթե չեմ սխալվում, մեծամասնական ավելի շատ էր ոնց որ, չէ՞։ Հա։ Մեծամասնականը անգամներով, ոչ թե անգամներով, այլ հիմա թիվը չեմ հիշում, բայց մոտարապես 131-ից 56-ն էր, եթե չեմ սխալվում, համամասնական։ Իդեպ այն ժամանակ ասենց ստաբիլ 5 կամ 6 կուսակցություն կամ դաշինք անցնում էին խորհրդարան։ Այդպես չէր, որ 2 կամ 1 կուսակցություն էր անցնում կամ 2-ն էին անցնում, մյուսը բոնուսով։ Բոնուսի համակարգ չկար։ Կար 5%-անոց շեմ, որը անցնելով մտնում էին խորհրդարան 5-6, բայց կար մի մեծ զանգված մեծամասնականով ընտրողներին։ Եվ այդ մեծամասնականով ընտրողները այն մարդիկ էին, որոնք տեղերում ունեին բավական լուրջ ազդեցություն։ Եվ
մտնելով խորհրդարան իրենք ձևավորում էին նաև այսպես ասենք որոշակի քաղաքական հենարան այդ ազդեցությունը պահելու եւ ինչ որտեղ զարգացնելու համակարգ այդպիսինն էր եւ յուրաքանչյուր իշխանություն ուզի թե չուզի մեծամասնությունը ձևավորվում էր նաև այդ մեծամասնականով ընտրված տեղերում ազդեցություն ունեցող մարդկանց միջոցով։ Սա այն ժամանակվա սահմանադրությամբ, այն ժամանակվա, այսպես ասենք, իշխանությունը ձևավորման մեխանիզմի մի մաս էր։ Սրա լավ կողմը որն էր։ Լավ կողմը նա էր, որ կար կապ ընտրողի հետ։ Հիմա շատ երկրներում չկան սենատոր, կա խորհրդարան, մինտեղ համասնական, մինտեղ տարածքը ներկայացնող։ Եղել են տարածքը ներկայացնող падգամավորներ, որոնք ունեցել են հստակ իրենց էլեկտորատը, իրենց ընտրողների ինչ որ մի զանգված եւ ներկայացնում են այդ տարածքը խորհրդարանում։ Սա այն դրականը, որը կար։ Բացասականը նա էր, որ այդ մարդիկ դառնում էին հարցեր լուծող իշխանության հետ սերտաճած, ոչ թե սերտաճ, իրենք իշխանության մաս են սահմանադրությամբ։ Եվ եթե նայեք նաև այդ մարդկանց, հիմնականում այդ անմարդիկ էին, որոնց մի մասը, այսպես ասենք, զայրույթ էր առաջացնում։ Մի կողմից գնում էին, քվեարկում էին այդ մարդու համար, ուժ էին տալիս այդ մարդու այդ կարգավիճակը ունենալու համար, մյուս կողմից դժգոհում էին այդ մարդուց, դա այս մարդը խի է, ասենց կոպիտ ասած կամ հաբրգել, կամ համահանումա, կամ դու ես գնացել քվեարկել այդ մարդու համար։ Եվ իմ ժամանակ սահմանադրական բարեփոխումների նաև արդյունքում մենք այդ համամասնությունը փոխեցինք։ Հիմա ընդհանրապես փոխվեց։ Միայն համամասնական ցուցակով է։ Բայց կապը կտրվեց տարածք ընտրող падգամավորի մեջ։ Ուղիղ այդ կապը կտրվեց։ Միգուցե այստեղ պետք է ինչ-որ մի բան մտածել։ Բայց ինձ հասկացաք, ես օրինակ մենք ձևավորում ենք կոալիցիա։ Ձևավորվել է կոալիցիա 3 թե 4 կուսակցության միջև։ Նաև մեծամասնականներով ընտրվածն են ներառվել այդ կոալիցիայի մեջ։ Մի կողմից լավ էր, որովհետև տարբեր սոցիալական շերտերի շահերը ներկայացված էին խորհրդարանում, տարբեր կուսակցությունների կողմից։ Ընդհանրապես 2003 թվականին 6 կուսակցություն է մտել խորհրդարան։ Բայց մեծամասնականով ընտրված մարդիկ եւս հնարավորություն են ստացել իրենց կարգավիճակը պահել, իրենց ուժը պահել։ Եվ սա իսկապես ստեղծում էր որոշակի դժգոհություն նաև տարածքներում, բայց իրենք իշխանության մաս էին։ Միգուցե կարելի էր եւ պետք էր այն ժամանակ շատ ավելի խիստ այս հարցերին լուծումը տալ։ Ուղղակի ինձ կոպիտ ասած բախտ է վիճակվել առաջի դեմք լինել մի երկրում, որը այդ անցումային շրջանում գտնվող երկիր էր իր բոլոր նման կարգի հետևանքներով։ Ինձ դուր էր գալիս այդ վիճակը, ոչ։ Ու այդ տեղերում այդ մարդկանց ինչ որտեղ նաև լկտի վարքագիծը, վատ վարքագիծը ուղիղ ասոցացվում էր երկրի ղեկավարի հետ։ Այսինքն դուք շատ հաճախ բնականաբար չեք էլ իմանա շատ փոքր հատվածում ինչա տեղի ունենում, բայց ամենափոքր վարքագծային այդ վատ դրսևորումը ուղիղ կապվում է երկրի ղեկավարի հետ։ Օրինակ տարօրինակ կերպով հիմա օրինակ տենց չի։ Երբ որ տեղում մեկը քպայական ինչ որ վատ մի հատ քայլ անում, իր որևէ գործողություն ուղիղ Նիկոլը չի ասոցացում։ Ասում է Նիկոլը լավն է, ինքը վատն է։ Իր սեգմենտը, էլի, ցավոք տենց է։ Այդ նույն Հարիֆի պատմությունն է։ Դրալ դեպքում, հա, եթե ասում են ոնց կարա նախագահը չիմանա, ուժեղ մարդ է, հա, ուրեմն ինքը գիտի։ Հիմա եթե այն ժամանակ sense ձևացնեինք, որ թույլ մարդ ենք, բան չենք բանանում, Հարիֆ ենք կոպիտ ասած։ Հիմա էլ ասում են մեր խեղճը ինչ կապ ունի։ Մարդ է, sense սա որը ժպտում է, մեր հետ պիրաժկի է ուտում, ինչ կապ ունի սրա հետ։ Միգուցե ուզում եի ասել, դա էր ճիշտ, բայց դա կընդհանրեր, որ պետք է ես ոչ թե երկիր ղեկավարեի, ես պետք է դերասանություն նաև անեի։ Նո վատ իմաստով դերասանություն, ամենայն հարգանքով բոլոր դերասանների նկատմամբ։ Բայց դուք ինձ հասկացաք, որ ստեղ նաև երկրի կառավարման մոդելը այդպիսինն էր եւ ինքը ենթադրում էր այսպես նման կարգի բացասական երևույթներ։ Այո, այս խնդրումը կար։ Լավ, պարոն նախագահ, ես կարծում եմ
դեռ առիթներ մենք ունենալու ենք անդրադառնալու նախկինում տեղ ունեցածին եւ լավին եւ վատին, որովհետեւ կան թեմաներ, որ այդուհանդերձ հետաքրքրում է մեր հասարակությանը, բայց ես համաձայն եմ, որ ամենակարևոր բանը այսօր ապագան է մարդկանց համար։ Նախ ներկայի նաև խաղաղության մասով, ներքին խաղաղության, արտաքին խաղաղության մասով շատ կարևոր է այդ ակցենտավորումը, բայց նաև տեսեք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն, թե մենք ոնց ենք պատկերացնում ապագան, թե դուք ոնց եք պատկերացնում ապագան։ Եթե տենց կարճ վերհիշենք անցյալը, անցյալ նկատի ունեմ 18 թվականից հետո, 18 թվականից տեղ իշխանափոխություն է տեղի ունենում, դուք գալիս եք Հայաստան, գիտեմ այդ պատմությունը, որ կարայիք չգայիք, եթե դեմ չեք կարաք պատմեք նաև, գալիս եք Հայաստան, հետո բանդ, հետո պայքար, հետո դիմադրություն, հետո պատերազմ, ընտրությունների ժամանակ մենք հայտարարում ենք, որ մենք հաղթելու ենք, հետո հասարակության մի ստվար զանգված ըստ էության այդ արձանագրումներն եմ իմ համար արել, որ մեզ չի ներում դրա համար, չի ներում, որ մենք չհաղթեցինք, էլի։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքները մի կողմ թե խիտենց եղավ, բայց այդ զգացողությունը ես այդ աբիդան, այս հայերեն բառ չի, բայց այդ աբիդան ես զգում եմ էլի մարդկանց մոտ։ Հիմա ոնց որ ընտրություններ է, ու մենք ինչ ենք ասելու ժողովրդին։ Ու ի տարբերություն 21 թվականի այսօր ընդդիմադիր դաշտում խաղացողները մի քանիսն են։ 21 թվականին շատ հստակ էր, որ երկու բևեռ էր, դուք էիք, Նիկոլն էր։ Հիմա այս խաղացողների պայմաններում, նոր հանգամանքների պայմաններում ինձ հետաքրքիր է մենք առհասարակ ինչ ենք ասում մարդկանց 26 թվականի ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ։ Ինչի համար ենք գալիս, ինչի համար ենք պայքարում։ Ինչի համար ենք գնում։ Այս հարցին ինձ թվում է մենք էլ պետք է։ Հերոյից ես մի քիչ Հա, 18 թվականից սկսեցի, ինչի եկաք։ 18 թվականից ինչի եմ ես հետ եկել։ Հա։ Նայեք, ինձ Կարեք մնայք դրսում։ ուղիղ զգուշացրել են, որ գալուց ինձ բռնելու են։ Վերջերս իմ այն ժամանակվա գրասենյակի ղեկավարը նաև իր հարցազրույցում դա պատմեց։ Մեկ զգուշացում ստեղ է եղել մի պաշտոնյայի կողմից, ինքը նույնիսկ անուն է տվել, թե ոնց է եղել։ Եվ մեկ ուրիշ հայտնի գործարար, հայ գործարար, չեմ ուզում հիմա անունը տալ, բայց եւս ինձ զգուշացրել է, դա եղել է հունիս ամիս 18 թվականի հունիսին ես Մոսկվայում էի AFK սիստեմայի բուրուտենի սպիտելներ եւ ընդ վերընտրվեցի եւս մեկ անգամ որպես անկախ տնօրեն։ Այնտեղ ուղղակի եւս ասեց եղել է Հայաստանում, հանդիպել է վարչապետի հետ, այն ժամանակ արդեն վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շատ ուղիղ ասել է, որ ինքը ասել է, որ անպայման ինձ զերբակալելու է։ Կալանավորելու է։ Այդ լսացրելա ձեզ, որ չգաք։ Այդ եմ ուզում հասկանալ։ Ասել, Այն դեպս զգուշացվել։ Հա, զգուշացրել է, էլի բան։ Արտահոսքը ապահովել է։ Ես Մոսկվայից այն ժամանակ պլանավորված էր, ես թռել եմ Հունաստան, բայց այդ փախնել չգալը դա իմ մասին չի։ Ամենից ռացիոնալ որոշումը իհարկե այն ժամանակ կլներ չգալը։ Ոնց որ հիմա շատերը Ինչպես շատերը չեկան։ Իդեպ այդ չեկողների մի մասին ես չեմ բանան, չեմ էլ մեղադրում, որովհետև արդարադատություն չկա այսօր Հայաստանում, ասենց եզակի դեպքեր են, եզակի դատավորներ են։ Բա որ չկար դուք եկաք։ Ես չեմ ուղղակի բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ, սա ռացիոնալ որոշում չէր։ Եվ հետ գալուց ես գիտեի, որ ես ռացիոնալ որոշում չեմ կայացնում հետ գալուց։ Որտեղ ես բոլոր հնարավորություններ ունեի շատ հանգիստ դրսում ապրելու եւ բավական լավ նաեւ գումարներ էի վաստակում, այդ խնդիրները ես ընդհանրապես չի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով, որ ասենց այն կերպարը, որի մեջ եղել եմ, որը կամ ասենց դերասանություն երբեք չեմ արել, այդ կերպարը ինձ թույլ չտվել ուղղակի մտածել, որ կարող է ես չգամ եւ կարող է անկալումը նաեւ այնպեսին լինի, որ թողեց, փախավ, վախեց։ Սա նշանակում է այն, ինչ փորձում էին կախել ին վրա, ճիշտ է։ Նեկա մտա պայքարի մեջ։ Սա է, հիմա սա մարդկային տեսանկյունից լավ որակ է, թե վատ որակ է։ Ես այն մարդը չեմ ավելի ճիշտ, որը կարող է դավաճանել իր կողմից որդեգրած արժեքային համակարգին։
Սխալ եմ արել, որ եկել եմ։ Ռացիոնալիզմի տեսանկյունից այո։ Բայց ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան եւ չէր կարող չգալ ու պայքարել։ Եվ եթե հիշում եք, հենց այն ժամանակ առաջին անգամ հնչեցնում էի այն վտանգները, որոնք կան երկրի առաջ, որովհետեւ տեսնում ես ուր են տանելու։ Տեսնում էի եւ առաջին նաեւ այդ հարցազրույցները, եթե չեմ սխալվում, ես որ տվել էի դա մայիս հունիս ամիս իմ գրքում էի գրել, որը հրապարակվել էր աշնանը, որ Ղարաբաղի վրա վտանգները կախվել են այդպիսի վտանգներ։ Հիմա ոնց կարա ես թողեի փախնեի։ Հիմա հա դու բայց քո արցում կա նաև շարունակություն։ Բայց 21 թվականին շատ մեծ խումբ մարդիկ մեզ վստահել են, մեզ աջակցել են, որ իշխանափոխություն իրականացվենք, ցավոք բավարար ձայներ չենք ստացել դա իրականացնելու համար։ Այս տարիներին էլ փողոցային պայքար ենք տվել, ազգային ժողովում մեր բաժին կռիվն ենք տվել, բայց արդյունքում չի ստացվել դեռ փոփոխություն իրականացրել ու դա ինչ որտեղ անխուսափելիորեն որոշ մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, այդ թվում մեր նկատմամբ, որ տրամադրված գնացել ենք կռվի, բայց չենք հաղթել, դեռ չենք հաղթել։ Ես ուզում եմ, որ դուք էլ այդ մեսիջը տաք այդ մարդկանց։ Հիմա ինչ ենք անելու, որ իրական փոփոխություն լինի։ Այսինքն զրույց այն մարդկանց հետ հատկապես, ովքեր ինչ որտեղ հուսահատված են, ինչ որտեղ հիասթափված են։ Այդ զրույցը շատ կարևոր է։ Նայեք, իրականում մենք մեր վրա ստացնեցինք այդ պարտավորությունը նաև ցավալել փողոցային պայքար։ Կոպիտ ասած մեր անդիմադիր կարգավիճակին մի մեծ բոնուս մենք ինքներս շալակել ենք, որ այս հարցը մենք պետք է լուծենք միջև հաջորդ ընտրությունները։ Մենք փողոցային պայքարներով եւ նախաձեռնելով եւ այլ, այսպես ասենք, փողոցային պայքարների մեջ ակտիվ մասնակցելով մենք մաշեցրել ենք այս իշխանությանը։ Եվ եթե նայում ենք նաեւ ուսումնասիրում ենք սոցհարցումները, մոտ 1.5-2 տարի առաջ մոտ 60%-ը չկողմնորոշված էին։ Նույնիսկ 1 տարի առաջ։ Դրանց մի զգալի մասը նրանք են, ովքեր հիասթափվել են ԿՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում համար գնան քվեարկել։ Հիմա այդ տոկոսը բավական փոքր է, մոտ 25-30%։ Այսինքն մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար։ Միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար։ Եվ լավ է, որ կան ուրիշները։ Ես մեր այս զրույցի ժամանակ ասել եմ, որ առաջ խորհրդարան շատ հանգիստ անցնում էին 5-ից 6 կուսակցություն։ 5-6 միավոր մտնում էին խորհրդարան։ Հիմիկվա 3-ը նորմալ չի։ Ինքն էլ այդ 3-ից մեկը բոնուսով անցած, այլ ոչ թե տոկոս հաղթահարած շեմը։ Համարենք, որ մենք, այսպես ասենք, մեր փողոցային պայքարը, մեր այս ջանքերը հիմա լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության։ Որոշ չափով մեր մաշեցման գնով։ Որոշ չափով կասա։ Ես սա ընդունում եմ։ Հիմա մենք պետք է փորձենք ներկայանալ, թե մենք ով ենք։ Մեզ ճանաչում են։ Բայց կա եւս մեկ հանգամանք, նայեք։ Բոլորը գալիս են տարբեր ծրագրերով։ Ես ծանոթանում եմ այդ ծրագրերին, ծրագրերը լավն են։ Լավ խոստումներ կան, ասենք սիրուն ձևակերպված, նաև ներկայացված են բավական սիրուն։ Եվ հիմնական հարցը, իսկ ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի եւ ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, չկնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է եւ կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսեջը պետք է լինի մեր ընտրողներին։ Բայց ես լիվ ընդունում եմ այն ինչ որ ասել եք, որովհետեւ այդ խնդրեմը կա։ Մենք որոշակի գին ենք տալիս
մեր անզիջում պայքարի համար այս ընթացքում չի լինում որ երկու հոգի պայքարեն մեկ այդ պայքարի ընթացքում ուժանա այն մյուսը լրիվ կորի հիմնական հարվածները մենք ենք ստացել այս ամբողջ 5 տարվա ընթացքում 4.5 մոտ 5 տարվա ընթացքում եւ սա այն հետևանքներն է ստեղծված իրավիճակում կա յուրահատկություն վերջի մամուլի ասուլիս ժամանակ ես մոտարապես փորձեցի այդ յուրահատկության մասին խոսալ որ ձևավորում են ավելի խոշոր միավորներ մտնում են քաղաքական պայքարի մեջ եւ մենք ինչ որտեղ վերադառնում ենք այն իրավիճակին երբ առնվազն 4-5 ընդհանուր միավոր կարող են մտնել խորհրդարան բայց սա նաեւ նշանակում է հետեւյալը որ տարբեր սոցիալական շերտերի վրա ազդեցություն սա նշանակում է որ ամեն մի այդ միավորը փորձելու է ազդելով իր ընտրազանգվածի վրա մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը քվեարկելու համար եւ սա նշանակում է որ հետագայում եթե ձևավորվի դժվար թե մեկ կուսակցություն կարողանա ասենց 50+ հավաքի դա այսօր այս պահի վրա դա ուղղակի չի երևում սա նշանակում է որ կձևավորվի որոշակի կոալիցիա որը ավելի լայն շերտերի հայացքները ներկայացնող կոալիցիա կլինի խորհրդարանում Ես կարծում եմ դեռ բուն քարոզարշավի տեխնոլոգիաների դիրքավորման մասին դեռ ավելի ծավալուն զրույցներ կունենանք ամփոփենք Տիկին Գրիգորյան Ամփոփենք կարծում եմ հետաքրքիր բազմաշերտ տարբեր հարցերին անդրադարձանք առաջիկայում էլ արդեն շատ ավելի կոնկրետ թեմաների փորձենք անդրադառնալ մինչև քարոզարշավ առաջիկայում մենք մեր հիմնական ներկայացումն ենք չէ այսպես պրեզենտացիան ունենալու ենք եւ թիմի տեսանկյունից եւ ծրագրի տեսանկյունից այստեղ ինչ որ բան կուզենաք ավելացնել Չէ երևի դա արդեն Հա ավելի հստակություն կմտնի եւ Հա բովանդակության տեսանկյունից այսքանը Լավ ամփոփենք չէ սրանով հա